Դերասանուհի Անի Մեհրաբյանի ներկայությունը հայկական հեռուստասերիալներում արդեն վաղուց դարձել է այն գործոններից մեկը, որը գրավում է հանդիսատեսի ուշադրությունը անկախ սյուժեի զարգացումներից։ Նրա խաղը միշտ առանձնանում է զգացմունքայնությամբ, բնականությամբ և կերպարի ներքին աշխարհի խոր ընկալմամբ։ Այս օրերին նա նորից քննարկումների կենտրոնում է «Գոյամարտ» սերիալում Լեայի կերպարը մարմնավորելու շնորհիվ, որը միաժամանակ և բարդ է, և հուզիչ, և լի հակասություններով։ Լեան այն հերոսուհիներից է, որոնց ճակատագիրը կարծես սկզբից իսկ ծանր է գրված։ Նրա սերը Լեոյի հանդեպ ոչ միայն գեղեցիկ և մաքուր է, այլ նաև դատապարտված։ Սյուժեի ամենաողբերգական հանգամանքներից մեկը հենց այն է, որ Լեայի հայրը ժամանակին սպանել է Լեոյի հորը։ Այս փաստը դառնում է նրանց հարաբերությունների ամենամեծ խոչընդոտը, վերածվելով անանցանելի պատնեշի, որը ոչ մի զգացում չի կարող հեշտությամբ հաղթահարել։ Հետաքրքիր զուգահեռ է առաջանում Անի Մեհրաբյանի նախկին դերի հետ «Վերջին զանգը» սերիալում, որտեղ նա և Լևոն Մկրտչյանի կերպարը քույր ու եղբայր էին։ Այդ ժամանակ նրանց հարաբերությունները կառուցված էին ընտանեկան ջերմության, վստահության և հոգատարության վրա, իսկ այժմ «Գոյամարտում» նույն դերասանները հանդիսատեսին ներկայանում են լրիվ այլ սիրային հարաբերությունների մեջ գտնվող կերպարներով։ Սա ևս մեկ անգամ ցույց է տալիս դերասանուհու բազմակողմանիությունը և կարողությունը լիովին փոխել կերպարի էներգետիկան։ Լեայի կերպարը հատկապես վերջին զարգացումներում ավելի է խորանում։ Նրա ներքին պայքարը սիրո և ընտանիքի անցյալի միջև դառնում է ավելի տեսանելի։ Երբ նա հայտարարում է, որ որոշել է որոշ ժամանակով հեռանալ երկրից, հանդիսատեսը դա ընկալում է ոչ միայն որպես սյուժետային քայլ, այլ նաև որպես կերպարի հոգեբանական փախուստ ծանր իրականությունից։ Այդ որոշումը կարծես փորձ է փրկվելու այն ցավից, որը չի թողնում առաջ շարժվել։ Միաժամանակ իրական կյանքում Անի Մեհրաբյանի գործունեությունը նույնպես հետաքրքիր է։ Հայտնի է, որ նա ուսանում է Հունաստանում և ժամանակ առ ժամանակ վերադառնում է Հայաստան նկարահանումներին մասնակցելու համար։ Այս հանգամանքը երբեմն շփոթեցնում է հեռուստադիտողներին, հատկապես երբ սոցցանցերում հայտնվում են նրա նոր հրապարակումներն արտասահմանից։ Շատերը սկսում են անհանգստանալ, կարծելով, թե դերասանուհին լքել է նախագիծը։ Սակայն իրականությունը բոլորովին այլ է։ Նրա բացակայությունը սերիալից ժամանակավոր բնույթ է կրում և կապված է ինչպես սյուժեի զարգացման, այնպես էլ անձնական և կրթական պարտավորությունների հետ։ Նման դադարները հաճախ օգտագործվում են սերիալներում լարվածություն ստեղծելու և հանդիսատեսի հետաքրքրությունը պահելու համար։ Նշենք, որ հենց այս պահին էլ Անի Մեհրաբյանը գտնվում է Հունաստանում, որտեղից ինստագրամյան իր էջի սթորի բաժնում պարբերաբար տեղադրում է նոր տեսանյութեր ու լուսանկարներ, ցուցադրում իր առօրյան և կիսվում իր գործունեությամբ։ Շատ հեռուստադիտողներ անհանգստացել են, որ դերասանուհին մեկնել է և այլևս չի մասնակցի նկարահանումներին։ Շտապ ենք ուրախացնել, որ դերասանուհին պարբերաբար է երկրից մեկնում և դա չի ազդում նկարահանումների ընթացքի վրա։ Հնարավոր է, որ ինչ-որ ժամանակ դերասանուհու մարմնավորած կերպարը էկրանին չլինի, բայց դա սյուժեն չի փոխի։ Նա վերադառնալու է ու միանալու դերասանական անձնակազմին։ Հետաքրքիր է նաև այն, թե ինչպես է հանդիսատեսն արձագանքում Լեայի կերպարին, բայց միաժամանակ խոցելի աղջկա, ով փորձում է ճիշտ որոշումներ կայացնել, չնայած ծանր անցյալին։ Մյուսները քննադատում են նրա որոշ քայլերը, համարելով, որ նա պետք է ավելի պայքարեր իր սիրո համար, բայց հենց այս հակասական արձագանքներն են, որ ապացուցում են կերպարի հաջողությունը։ Ամեն դեպքում կարելի է վստահ ասել, որ Անի Մեհրաբյանը դեռ շատ ասելիք ունի այս նախագծում։ Նրա հերոսուհու պատմությունը դեռ ավարտված չէ, և առաջիկա սերիաներում հնարավոր են նոր շրջադարձեր, որոնք կփոխեն թե Լեայի, թե Լեոյի ճակատագիրը։ Այսպիսով, նրա ժամանակավոր բացակայությունը չպետք է ընկալել որպես վերջ։ Դա պարզապես մի դադար է մինչև նոր, ավելի դրամատիկ և հետաքրքիր զարգացումները, որոնք անկասկած դեռ առջևում են։ Իսկ եթե դեռ չեք հասցրել բաժանորդագրվել մեր ալիքին, անպայման բաժանորդագրվեք, որպեսզի չկորցնեք առաջինը տեղեկացված լինելու ձեր հնարավորությունը։ Շատ շուտով մենք միասին կբացահայտենք շատ հետաքրքիր գաղտնիքներ հեռուստասերիալի հետ կապված։ Իսկ հեռուստասերիալում իրավիճակն իսկապես թեժ է, ինչպես երևում է վերջին սերիայի անոնսից։
Ավոն ունի շատ մեծ ծրագրեր, որոնք կյանքի է կոչելու, իհարկե ոչ լավ ծրագրեր, նա փորձելու է օգտագործել բոլորին իր ուզածին հասնելու համար, արդյոք կհաջողվի օգտագործել եղբոր երեխաներին իր ծրագրերն իրականացնելու համար, արդեն պարզ է, որ Էռնան Ավոյի մոտ է և ոչ լավ պայմաններում, նա փորձելու է Էռնայի միջոցով վնասել Հունանին ու ցավեցնել Ինան ինչպես միշտ Հունանի կողքին է և որպես սիրող ու առաքինի կին ամեն ինչի պատրաստ է միայն ամուսինն իրեն լավ զգա, բայց արդյոք նրանց կհաջողվի փրկել ու պաշտպանել Էռնային Ավոյի մտածածից: Դեռ շատ հետաքրքիր զարգացումներ են գալու և շատ հետաքրքիր բացահայտումներ: Ինչ է կատարվելու Էռնայի հետ: Ինչպես է Ավոն պատժվելու այս ամենի համար: Ինչ է նա ուզում եղբոր որդիներից և իհարկե իր հորից: Այս ամենը շատ շուտով: